Իմ փորձությունից ելնելով դա վերաբերում է նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությանը, ես այստեղի քաղաքացի եմ, ապրում եմ այստեղի կյանքով, իմ ընտանիքի բոլոր անդամները այստեղ են եւ արտասահմանում գտնվող գրեթե բոլոր համայնքներին, օրինակ մեծ խնդիր ունենք մեր համայնքները եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մշակույթը կապիտալիզացնելու ունակություն չունեն, զրո է դա։ Մենք խոսում ենք, բայց չգիտենք ինչ է կապիտալիզացնել մշակույթը։ Ես գումարի մասին չեմ խոսում, ուշադիր եղեք։ Կապիտալիզացնել նկատի ունեմ գիտակցել ով ենք մենք, գիտակցել մեր մշակույթը, գիտակցել այսօր աշխարհը ինչ է, ինչ օրգանիզմ է եւ գիտակցել մեր իրականությունը այդ ընդհանուրի մեջ եւ գործել։ Դա չունենք։ Դուք խոսում եք լեզվից։ Այդ ամբողջը իրականում շատ սերտորեն կապված է ֆինանսների հետ։ Ես չեմ ուզում պատճառաբանել, բայց որպեսզի այդ ամեն ինչը կատարվի, պետք է ուժերը, կառույցները, որոնք ունեն ֆինանսներ, հասկանան ինչ է մշակույթ, այսինքն դա շատ կարևոր է, որպեսզի այդ փոխադարձ կապը տեղի ունենա։ Այլապես ինչ-որ անհատների զոհաբերությամբ լինի դա նախարար կամ արվեստագետ կամ գրող, պարզապես դառնում է ինքնաբուխ, սիրահարված, ինչ-որ մի պրոցես եւ ոչ այն որի համար հավաքվել ենք, այսինքն որպեսզի կարողանանք դա անել, անկախ նրանից կլինի կենտրոնացված կամ ոչ կենտրոնացված գործունեություն, պետք է գիտակցել դա։ Մենք այդ գիտակցելու խնդիր ունենք եւ կարծում եմ դա պետք է սկսել եւ կան բարեբախտաբար կառույցներ հենց փոքրիկներից, հենց դպրոցից, հենց երիտասարդներից, այսինքն բոլորիս գործունեությունը փոխադարձ այստեղ գալու եւ ոչ միայն հենց կրթելն է։ Հասկանում եք, եթե կարող ենք զրուցել, բայց եթե չգիտեմ, մեր հանրության մեծ մասը չգիտի ինչ է ժամանակակից արվեստը եւ կարծում է, որ մի օրում լինելու համար բավական է խաչքար տանելը, դա ուղղակի մենք ոչ թե չենք գիտակցում ով ենք, մենք ընդհանրապես արեգակնային համակարգից դուրս եւ չենք կարող սպասել, որ Նյու Յորքից ինչ-որ մեկը մեզ պետք է սիրի։ Այդպես չի։ Պետք է գիտակցենք ինչ է տեղի ունենում աշխարհում։ Ասելիքս այն չի, որ պետք է մոռանանք խաչքարը, բնավ, խաչքարը շատ սիրել է պետք, բայց պետք է գիտակցենք ով ենք մենք այսօր եւ այդ սեր կապը ստեղծվի։ Okay,